իրականության մեջ հանգիստ է, գրակոչները քիչ են, փորձեր սադրանքների մեր հարևանների կողմից չկան։ Երևի թե երկու հանգամանք առաջին հերթին քաղաքական եւ երկրորդը որ իրականության մեջ արդեն մեր հարևանները հասկանում են պետք չէ գնալ այլ պետք է մտածենք գոյություն ունեցող հակամարտության եթե հասկանան արկիդեց եթե չհասկանան ապա մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու եւ անանալ պաշտպանության բանակի ողջ անձնակազմը այսօր գտնվելով դիրքերով իրականության մեջ շատ բարձր մակարդակի մարտական հեղափոխության կրթման էլեմենտները իրականացնում եւ պետք է ասեմ որ մենք ընդհանուր վերջին ժամանակահատվածում որը ստորե կատարելագործում ենք եւ մարտական հեղափոխության բոլոր տարերը այսպես ագեցություններ որպեսզի եւ ինժեներական եւ եւ դիտարկման բոլոր խնդիրները բարձր մակարդակի Նախարար, ես այս հարցը չեմ կարող չտալ Հայաստանի վարչական ղեկավարության կողմից շատ է հնչեցնում, որ Ռուսաստանի կողմից սպառազինության պատճառով Ադրբեջանի խնդիր է եւ այդ խնդիրը պետք է լուծում ստանա։ Հայաստանի ղեկավարությունը ինչպես է պատկերացնում այդ խնդիրը լուծումը։ Հնարավոր է նոր մատակարարումներ Ռուսաստանի կողմից Հայաստանին միգուցե առաջիկայում ձեր Մոսկվա կատարած ձեր եւ նախագահի այցի ընթացքում քննարկելու ինչ կարող եք ասել այս հարցի հետ կապված։ Այդ հարցի բազմաթիվ անգամ պատասխանել եւ նաեւ անձամբ ասել հետեւյալը որ եթե համեմատելու լինենք ռազմական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության այլ երկրների հետ ապա չկա ավելի շատ միջոցառումներ քան Հայաստանի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ որում նաեւ ռազմատեխնիկական ոլորտում վերջին ժամանակահատվածում ստորագրած կարևորագույն հաստատությունները նաեւ ապահովում են ռազմատեխնիկական միջոցառումներ զարգացումը ինչ վերաբերում է այլ երկրների հետ հարաբերություններին ապա յուրաքանչյուր երկրի խնդիրն է իհարկե մտահոգությունները մենք բարբերաբար արտահայտում ենք բայց գտնում եմ որ դա բերում է նրան որ նաեւ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է Զորագոչի ժամկետը դեռ մենք որոշենք այն իրականացվելու է հուլիս ամսում վերջին փորձը ցույց տվեց չափազանց կարճ ժամանակահատվածում այսինքն ժամկետների կրճատման ուղղությամբ աշխատանքն եւ նախապատրաստական աշխատանքները մշտական են յուրաքանչյուր զորագոչի ավարտից հետո միանգամից սկսվում է նախապատրաստությունը հաջորդ զորագոչի իրականացումը մենք փորձելու ենք այն սկզբունքները այն պահանջները որ վերջին տարիներին մենք գրել ենք զորագոչի իրականացման շրջանակներում պահպանել դեռ ավելի զարգացնել Նախարար, սպառազինության նոր սպառազինությունների ձեռքբերման հետ կապված հայկական բանակի ինչ կարող եք ասել, ինչ նորություններ կան դեռ առայժմ համերությանը եք ասել։ Այդ ուղղությամբ մենք մշտապես աշխատում ենք։ Պարոն նախարար, Արսեն Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման դատապարտեցին Ադրբեջանում, ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը իրենց քայլով չեք կարծում։ Երևի թե նպատակը մեկն է ցույց տալ, որ մենք ունենք զինծառայողներ, որոնք որ փորձ են կատարել Ադրբեջանի Հանրապետության տարածքում դիվերսիոն գործողություններ իրականացնել եւ այն հակադրեն այն հանցագործներին, որոնք իրականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Քարվաճարի տարածքում անօրեն գործունեություն են իրականացրել, ապել մարդկանց սպանել, այդ ամենին հակադրելու համար եւ նաեւ արտաքին աշխարհի քարոզության նպատակով Փոխանակման խնդիրներ կան։ Նախագահի Չինաստան այցի ընթացքում հնարավոր է որ պայմանավորվածություններ ձեռք բերված լինեն Չինաստանից սպառազինության ներկրման շուրջ ինչ կարող եք ասել։ Ուրեմն գիտեք որ սպառազինության ներկրման խնդիրը որոշակի նաև գաղտնիություն է։
Պատմություն չէ, որ վերջին տարիներին հայկական բանակը փորձում է մաքսիմալ բաց լինել մեր ժողովրդի առջև, փորձում է մաքսիմալ բարձր հիմքերի վրա քաղաքացիական վերահսկողության խնդիրները ես նկատում եմ եւ ժողովրդավարական եւ հասարակական վերահսկողության խնդիրները, բայց միևնույն ժամանակ էլ մենք փորձում ենք հասարակությանը զերծ պահել այն խնդիրներից, որոնք գաղտնիություն են բերում։ Այն դեպքում, երբ դա մեր կողմից է ուղղորդվում, անկասկած խախտումները նաև տեղեկատվական դաշտում քիչ են։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մեր սիրելի հայերին, որ այն խնդիրները, որոնք որ գաղտնիություն են իրենց մեջ պարզապես թողնել, որպեսզի դրանով զբաղվի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը,